Ռիոփենի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է, բարի երեկո։ Այսօրվա թողարկումը մեկ տողով Մոսկվայից Նյու Յորք մեկնող Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու հարցով լսումներ ազգային ժողովում 44-օրյա մղձավանջի տարելիցին նախորդին։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից մեկնել է Նյու Յորք ու տեսանյութ հրապարակել այդ մասին։ Թուրք-ադրբեջանական գերարդյունավետ աշխատանք Նյու Յորքում ու Վաշինգտոնում։ Փաշինյանի իմպիչմենթի մասին լսումներ ազգային ժողովում։ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սոսկալի սպանությունը բացահայտվել է կաձերբակալված։ Եվ վաղը լրանում է 44-օրյա մղձավանջի 5-րդ տարելիցը։ Սկսենք Կրեմլում ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի հանդիպումից Ռուսաստանի նախագահի հետ։ Շատ հետաքրքիր մի թեմայի մասին են խոսել հանդիպման հրապարակային մասում, որը հիմա կտեսնենք։ Նա ասել է, որ աշխատում են Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգելու ուղղությամբ եւ անդրադարձել մոդուլային կայանների հեռանկարին, նշելով, որ Հայաստանը փնտրում է փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ եւ այդ հարցում նույնպես շատ ակտիվ շփվում են ռուսների հետ։ Մոդուլային ատոմակայանների գաղափարի մասին իշխանությունը դեռ անցած տարի էր խոսում եւ հիմնական գործընկերներից առնվազն մեկը Միացյալ Նահանգներն էր։ Իշխանության ներկայացուցիչներից մեկն էլ ասում էր, որ ամերիկացիների հետ շատ առարկայական փուլ են մտել։ Թե ինչ եղավ հետո այդպես էլ չիմացանք, բայց եկեք տեսնենք ինչ են խոսել Կրեմլում ու շարունակենք։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը հաջորդել է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին, որին մասնակցել էին նաև մի շարք այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Զրույցի առանցքում եղել են ատոմային էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը։ Քննարկվել է մասնավորապես հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը։ Մենք այժմ աշխատում ենք եւ փնտրում ենք Հայաստանի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ եւ իհարկե այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք Ռուսաստանի հետ։ Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք Ռոսատոմ կորպորացիայի հետ։ Мы очень эффективно сотрудничаем с корпорацией Росатом. Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին կարևորել է Հայաստանում ատոմակայանի դերը, նշելով, որ այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը, ինչը նրա բառերով լուրջ ցուցանիշ է։ Ռոսատոմն այժմ աշխատում է հայկական ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Դրա համար ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է։ Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ նախորդ տարի երկկողմ առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային ցուցանիշի։ Մեր վիճակագրական տվյալներով Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել։ Դա ռեկորդային ցուցանիշ է։ Հարաբերությունները զարգանում են նաև մյուս բոլոր ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն ընդհանուր առմամբ զարգանում են ըստ նախատեսվածի։ Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը։ Ճիշտ է, այս տարի որոշակի անկում է նկատվում։ Դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մենք փոխադարձ առևտուրը շարունակենք աճել այն տեմպով, որոնք արձանագրվել են 2023-24 թվականներին։ Ավելի վաղ համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում կշարունակի զարգանալ եւ ամրապնդվել։ Հայկական ատոմակայանի անվտանգ գործունեությունը Փաշինյանի խոսքով Հայաստանի կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է։ Միևնույն ժամանակ միջուկային էներգետիկայի ռազմավարական նշանակություն հատուկ պատասխանատվություն է դնում մեզ վրա ներկա եւ ապագա սերունդների միջև։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի հայկական ատոմակայանի շահգործման ընթացքում պահպանվեն անվտանգության ամենաբարձր չափանիշները։ Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը դիմելով Նիկոլ Փաշինյանին ասել է, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը պաշտպանված լինեն։ Մենք սա ենք ասում։ Կայանը ձերն է, բայց հպարտությունը մեր ընդհանուրը։ Մենք այժմ մեծ հարգանքով հետևում ենք, թե ինչպես եք դուք ընտրում նոր լուծումներ, դիտարկելով ատոմային էներգիայի հաջորդ քայլը։ Եվ մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այս քայլը, քանի որ դուք եք որոշում երկրի քաղաքականությունը, առնվազն հաջորդ 100 տարիների համար։ Потому что вы определяете политику страны как минимум на 100 ближайшие лет. Իդեպ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել Հայաստանին աջակցելու ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հարցում։ Մերի Դանիելյան, Ռիոփեն մեդիա։
Դժվար թե Փաշինյանը դիմի Լուկաշենկոյի օգնությանը, իհարկե, եթե մոռացել եք, հիշեցնեմ, Փաշինյանը հայտարարել է, որ այլևս չի այցելի Բելարուս, ավելին Հայաստանից ոչ մի պաշտոնյա այլևս չի այցելի Բելարուս, քանի դեռ այնտեղ նախագահ Լուկաշենկոն է, իսկ Լուկաշենկոն Բելարուսի նախագահն է անցած դարից 94 թվականից, ամեն դեպքում Մոսկվայում այս ատոմային հանդիպումներից հետո Փաշինյանը մեկնել է Նյու Յորք ՄԱԿ-ի գլխավոր վեաժողովին մասնակցելու ու այդ մասին տեսանյութ է հրապարակել։ Իսկ մինչև այդ Նյու Յորքում է իր արտգործնախարարը, որը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Ու դե ոչ միայն էլի հանդիպումներ է ունեցել Եվրոմիության արտաքին գործերի անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի եւ այլ պաշտոնյաների հետ։ Իսկ այդ ընթացքում թուրքերն ու ադրբեջանցիները գերարդյունավետ աշխատանք են տանում եւ ՄԱԿ-ի հոբելյանական գլխավոր ասամբլեայում եւ Թրամփի հետ հարաբերությունների առումով Սկսենք Սպիտակ տանը Էրդողանին ընդունելուց շատ լուրջ գործարքների մասին է խոսքը հանդիպումից հետո օրինակ պարզվեց, որ թուրքերը իրենց ազգային ավիափոխադրողի համար կգնեն 225 հատ Boeing օդանավ։ Խոսքը ահռելի մեծ գումարների մասին է, Թրամփին հաստատ դուր կգա, բացի այդ Էրդողանը դուրս է գալիս ռուսական S-400-ները գնելուց հետո սահմանված ամերիկյան պատժամիջոցների տակից։ Ալիևն էլ 907-րդ բանաձևի տակից հիշում եք օգոստոսին տեղի ունեցածի ժամանակ իմացանք, որ դեռ 90-ականներից Ադրբեջանին ամերիկյան զենքի վաճառքը արգելող ամերիկյան այս սահմանափակումը վերացվեց։ Ու այս մասին Ալիևը հպարտորեն խոսել է նույնիսկ ՄԱԿ-ում, նա էլ իր չափով է առավելագույն արդյունավետությամբ օգտագործել Նյու Յորքում հայտնվելու առիթը, նախ հարակից մի միջոցառման ժամանակ հաջողացրել էր հայտնվել Թրամփի դիմաց, նրանից լսել գովեստի խոսքեր ու շնորհակալություն հայտնել հրաշք գործելու, այսինքն խաղաղություն հաստատելու համար։ Դե իսկ մեծագույն բացահայտումն այն է, որ պարզվում է Թրամփի թիմը ու դե Թրամփը անձամբ մեծ հաշվով հայ-ադրբեջանական հարցերի շուրջ խորհրդակցել է Թուրքիայի հետախուզության հետ։ Կարճ ասած, ինչպես նշել է Ալիևը ՄԱԿ-ի իր ելույթում, իրենք հաղթում են եւ պատերազմը եւ խաղաղությունը, ընդ որում 44-օրյա աղետի տարելիցի նախորդին։ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները թևակողում են նոր փուլ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հանդիպմամբ։ Օրակարգում միլիարդավոր դոլարների գործարքներ են եւ ռազմավարական խնդիրներ, որոնք ուղղակիորեն ազդում են նաեւ հարավային Կովկասի վրա։ Նախագահ Թրամփը այժմ հույս է տալիս, որ F-35 կործանիչների շուրջ Թուրքիայի հետ վեճը մոտ է լուծմանը։ Չնայած իր իսկ նախկին վարչակազմն էր ժամանակին Անկարային հեռացրել ծրագրից, ռուսական C-400 համակարգերը ձեռք բերելու եւ դրանց միջոցով կործանիչի տվյալները Ռուսաստանին փոխանցելու մտավախության պատճառով։ Մենք նախագահի հետ աշխատում ենք առևտրային եւ պաշտպանական բազմաթիվ համաձայնագրերի վրա, այդ թվում Boeing ինքնաթիռների խոշոր գնումների, F-16-ի խոշոր գործարքի եւ F-35-ի վերաբերյալ շարունակական բանակցությունների շուրջ, որոնք ըստ մեր ակնկալիքների կարող են դրական ավարտ ունենալ։ Էրդողանն իր հերթին հաստատում է հարաբերությունների բարելավումը եւ օրակարգում ներառված պաշտպանական առանցքային հարցերը։ Ինչպես ասել ենք ձեր նախագահության առաջին եւ երկրորդ ժամկետների ընթացքում մենք կարողացել ենք Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները բարձրացնել բոլորովին այլ մակարդակի։ Ինչպես նշեցիք, մենք այսօր հնարավորություն ունենք քննարկելու F-35, F-16 եւ հոտ-բոտ գործի հետ կապված որոշ հարցեր։ Սպիտակ տանը Թրամփը չխնայեց ջերմ խոսքերը իր թուրք գործընկերոջ հասցեին, նրան անվանելով ընկեր եւ շատ հարգված մարդ։ Ցուցադրելու համար թե ինչպես է իր անձնական դիվանագիտությունն աշխատում, Թրամփը հիշեցրեց իր առաջին նախագահության շրջանի առանցքային հաջողություններից մեկը՝ ամերիկացի հոգեվոր հովիվ Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը։ Մենք երկար ժամանակ լավ հարաբերություններ ենք ունեցել, եթե հիշում եք նա ազատ արձակեց քահանա Բրանսոնին, որը 35 տարվա բանտարկության էր դատապարտվել, սակայն ես միջամտեցի։ Երբ ես զանգահարեցի նախագահին, նա ազատ արձակեց հոգևոր հովվին, ինչը մեծ նշանակություն ունեցավ մեր քրիստոնեական, մեր ավետարանչական համայնքի համար։ Սակայն բարեկամական հռետորաբանության հետ մեկտեղ Թրամփը հիշեցրեց նաև հստակ պահանջ Ուկրաինայի պատերազմի խնդրով։ Մենք հիանալի հարաբերություններ ենք ունեցել կապված թե պատերազմի թե առևտրի հետ եւ կարծում եմ, որ այսօր մենք խոսելու ենք երկուսի մասին էլ։ Ես կցանկանայի, որ նա դադարեցնի նավթ գնել Ռուսաստանից, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է այս կատաղի հարձակումը Ուկրաինայի դեմ։ Նրանք կռվում են, արդեն միլիոնավոր կորուստներ կան եւ հանուն ինչի, ամոթալի է, դա մարդկային կյանքերի վատնում է, ուստի մենք պետք է կանգնեցնենք դա, Պուտինը պետք է կանգ առնի։ Սպիտակ տանը հյուրընկալած բոլոր բարձրաստիճան դեմքերին որպես իր լավ բարեկամն է ներկայացնում Թրամփը, որի ավտոշարասյունը նախորդին փակել էր Էրդողանի ճանապարհը։ Հնարավոր է, որ Էրդողանին փողոցում կանգնեցնելը վրեժխնդրության համեստ ակտ էր
2017-ի մայիսի 16-ի դեպքերի համար, երբ նրա թիկնապահները Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ հարձակվեցին հայ եւ քուրդ ցուցարարների վրա։ 9 հոգի հիվանդանոցում էր հայտնվել։ Միացյալ Նահանգների դատախազությունը 15 թիկնապահի դեմ գործ էր հարուցել, սակայն հետո քիչ-քիչ կարճ էր դրանք։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը իրեն հանձնարարել է Ադրբեջանի եւ Հայաստանի հարցերով խորհրդակցել Թուրքիայի հետախուզության գործող եւ նախկին ղեկավարների Իբրահիմ Քալնի եւ Հաքան Ֆիդանի հետ, որն այժմ արտգործնախարարն է։ Այս բացահայտման ֆոնին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի զլացել ինքն իրեն գովեստի խոսքեր շռայլել։ Մենք հաղթել ենք եւ պատերազմում եւ խաղաղությունում։ Մենք վերջ ենք դրել օկուպացիային եւ սկսել ենք վերակառուցումը։ Արդարությունը հաղթանակել է, իշխանությունը ամրապնդվել է եւ փաստացի խաղաղությունը հաստատվել է։ Մենք պատրաստ ենք կիսվել այս դրական փորձով։ Ալիևը հատուկ ընդգծեց Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների նոր մակարդակը, պատմական քայլ որակելով Թրամփի որոշումը կասեցնելու 1992 թվականից Ադրբեջանի դեմ գործող ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածի կիրառումը։ Մենք նախագահ Թրամփի հետ ստորագրեցինք հուշագիր երկու կառավարությունների միջև ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ, որը կմշակի Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության կանոնադրություն։ Սա բացում է նոր հորիզոններ գործընկերության համար քաղաքականության, տնտեսության, էներգետիկայի, տարածաշրջանային կապերի, պաշտպանության, անվտանգության եւ այլ ոլորտներում։ Վաշինգտոնն ու Անկարան փորձում են վերականգնել եւ խորացնել ռազմավարական համագործակցությունը միաժամանակ պահելով ճնշման գործիքները զգայուն հարցերում, ինչպես Ուկրաինայի պատերազմը եւ Հարավային Կովկասում գոյություն ունեցող անվստահության պայմանավորված լարվածությունը։ Հաջորդ ամիսների զարգացումները կհստակեցնեն արդյոք այս դրական հռետորաբանությունը կվերածվի երկարաժամկետ գործնական քայլերի, թե կմնա քաղաքական հայտարարություններով համեմված շփիթների փոխանակման հարթությունում։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Ի տարբերություն թուրքերի ու ադրբեջանցիների, մեղմ ասած նախանձելի չէ ուկրաինացիների վիճակը։ Նրանց նախագահը ևս Նյու Յորք է մեկնել, հարցազրույց է տվել ու ասել, որ պատրաստ է բանակցել տարածքների վերաբերյալ ու դիտարկել ոչ թե զենքով, այլ ապագայում դիվանագիտության միջոցով տարածքները վերադարձնելու տարբերակը։ Սա կարևոր հայտարարություն է, որովհետև Ուկրաինան փաստացի ընդունում է ստեղծված իրավիճակը։ Ավելին Զելենսկին ասել է, որ իրենք չեն պարտավում, բայց նաև չեն էլ հաղթում եւ ունեն զենք զինամթերքի լուրջ պակաս։ Իսկ մինչև այդ Հայաստանում օրվա քաղաքական գլխավոր իրադարձությունը ազգային ժողովի լսումներն էին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին։ Պատիվ ունեմ խմբակցություններ նախաձեռնել, Հայաստան խմբակցության падգամավորներն էլ իրենց ստորագրությունները ի վերջո տվել են։ Բայց եկեք տեսնենք ինչ այսօր կատարվել խորհրդարանում ու շարունակենք։ Խորհրդարանում ընդդիմադիր պատիվ ունեմ դաշինքը բաց լսումներ էր հրավիրել քննարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հանրապետական կուսակցությունը Հայաստանի Հանրապետության փրկության եւ անվտանգության ապահովման գործընթացներում իրատեսական ոչ իրատեսական չի նայում։ Մենք մեր պարտքը, մեր առաքելությունը, որպես Հայաստանում առաջին գրանցված հասարակական միավոր կատարում ենք։ Մենք չենք նայում կստացվի թե չի ստացվի ու նոր մեր պարտքը կատարում։ Մենք բոլորս 21 թվականին եւ մինչեւ այդ խոստացել ենք հեռացնել Փաշինյանին, մենք մեր խոստումը կատարելու համար ամեն ինչ անում ենք։ Հայաստան դաշինքը հայտարարեց իր պատրաստակամության մասին, նշեցին կմիանան շարժմանը, քանի որ պատիվ ունեմ խմբակցությունը ստանձնել է պատասխանատվությունը։ Ասել էինք, որ միանում են գործընթացին, 4 ամիս գործընթացը առաջ չի գնացել, մեր ընկերները, գործընկերները պատճառը բանել են, որ առաջ չի գնում, որովհետև մեր ձևաթղթի տակ ստորագրված չի։ Այսինքն այն հայտարարությունը, որ արել ենք, միանում ենք, դա բավարար չի գործընթաց առաջ տանելու համար։ Ու վստահեցրել են, որ կան ՀՊԱ-ական падգամավորներ, որոնք չեն միանում այն պատճառով, քանի որ մեր ստորագրությունները դրված չեն այդ ձևաթղթի տակ։ Բացառում է իրենց թիմից որևէ մեկի միացումը ԱԺ նախագահ Հակոբ Արշակյանը։ Նա համարում է, որ ընդդիմությունը չունի բավարար ժողովրդական աջակցություն։ Ինքն անձամբ մարդկանց հետ շփվելիս այդ տպավորությունն է ստացել։ Իհարկե բացառում։ Ինչու՞։ Որտեղ նորից եմ կրկնում, որևէ քաղաքական օրակարգ չկա վարչապետի դեմ իմպիչմենտի ինչ-որ պրոցես սկսելու եւ դա արհեստական ինչ-որ չգիտեմ։ Զբաղմունքա գտել են, զբաղվում են։ Արտախորհրդարանական ընդդիմությունից քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասում է, իմպիչմենտը հնարավորություն է տալու օրակարգ թելադրել։ Պետք չի վերջնարդյունքի տեսակետից միայն նայել այս պրոցեսը։ Այդտեղ կան բազմաթիվ միջանկյալ փուլեր, որտեղ կարող ենք մենք իշխանությանը թույլատնել, հարվածներ հասցնել, ի վերջո կարող ենք օրակարգ թելադրել, ընդդիմությունը կարող է առաջին համարով հանդես գալ եւ վերջին միտքը որ կասեմ հստակ
երբեք չի կարելի հակադրել իրար իմպիչմենտի գործընթացն ու ընտրությունները։ Ըստ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի, պատիվ ունեմ խմբակցությունը չի հաստատել կառավարության ծրագիրը եւ հաշիվ չպետք է պահանջի ի տարբերություն իրեն եւ Հակոբ Ասլանյանին։ Ինչքան էլ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, ինչքան էլ Էդմոն Մարուկյանը 3 անգամ ավելի Նիկոլը, քան Նիկոլը, մենք ամենադեպս առաջարկություն ունենք։ Նստենք, մի հատ խոսանք, տեսնենք, որ տեխնացուի դեպքում, այդ ոնց եղավ, որ Միքայել Սրբազյանի դեպքում համախմբեց երկու խորհրդարանական խմբակցությունները եւ մենք էլ պատրաստակամություն հայտնեցինք եւ ստացվեց միգուցե այդպիսի մի տարբերակ գտնենք։ Ազգային ժողովի նախագահը արտահերտ ընտրությունների կարիք չի էլ տեսնում, ասում է ընդդիմությունը գիտի, չի ընտրվելու։ Մենք որևիցե ինչ ասեմ, քննարկում նույնիսկ չենք ունենում այս լսումների հետ կապված։ Լսումները լսումներ անեն, ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, որը որ փողոցում է կրկնել վերջի 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ ստեղ կրկնի։ Ոչ միայն ազգային ժողովում, նաև դրա բակում էին հավաքվել ընդդիմադիրները։ Այնտեղ էր նաև պատիվ ունեմի իմպիչմենտի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։ Պարապ մնալուց լավ չի, պրոցեսը որով ենք նախաձեռնել ենք։ Բերեք մի բան անենք, հետո ասենք, արդյունքը լավը կլինի, թե վատը կլինի։ Ոչ մի բան չանելով ասում ենք, գիտեք ինչ, բերեք չանենք։ Սրա մասին է ամբողջը։ Մենք ինչ ենք ասում ենք, հարգելի ընդդիմադիրներ, միավորվեք, արեք միավորվենք, այս ժողովուրդն էլ տենա, որ ընդդիմադիրները միավորվել են եւ պրոցեսը իրականանում։ Հակընդդեմ առաջարկով Ռուբեն Ռուբինյանն է հանդես գալիս։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեն, որ դուրս են գալիս քաղաքականությունից, որպես երկար տարիների Հայաստանը կեղեքած կոռուպցիոն համակարգի հիմնադիրներ եւ ղեկավարներ եւ նաեւ ընտրակեղծարարներ, առաջարկում է, որ հայ հեղափոխական դաշնակցությունը մի ընդհատեք առաջարկում է, որ հայ հեղափոխական դաշնակցությունը ինքնալուծարվի, որովհետեւ դա մի կուսակցություն է, որը իր 004 շրջաբերականով ֆիքսել է, որ իր նպատակն է Հայաստանի անկախությունից հրաժարվելը, հետո կխոսենք։ Իսկ այդ ընթացքում պատիվ ունեմը ներկայացնում էր կառավարությունից դժգոհության կետերն ու առաջարկում ձևավորել ազգային միասնության անցումային կառավարություն, ազգային անվտանգության իրավիճակի կայունացում, հանրային համերաշխության մթնոլորտի վերականգնում ու էլի մի քանի կետ է նշված ծրագրում։ Խորհրդանական, արտախորհրդանական ուժերը այս 5 տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական նախաձեռնություններ ունեցել, դրանց շատերը բնականաբար արտահայտվել են փողոցում, այստեղ է դահլիճում գտնվող մարդիկ նաև մասնակցություն են ունեցել այդ պայքարի տարբեր խմբերին, փուլերին։ Տարբեր փուլերում իհարկե իմպիչմենտի հետ կապված հարցադրման քննարկումներ եղել են։ Առանց փողոցային պայքարի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց տեղի ունենալ չի կարող, դա կարևորագույն բաղադրիչն է եւ բնականաբար, ինչպես տեսնում եք, նույնիսկ լսումների մակարդակում իրացվում է։ Այո, իրենց ասած օրակարգում սա արհեստական է, որովհետև հենց ինքը կազմակերպիչը գիտի, որ իմպիչմենտով հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անել։ Ստացվում է արհեստական է։ Ես պարզ ձևակերպել եմ իմ համոզմամբ, իմ կարծիքով, իմ տեսանկյունից սա արվում է, որ լրացուցիչ որպես միավոր 26 թվականի հունիսի 7-ին ժողովրդին ներկայացնելու համար, որ տեսեք մենք 3 անգամ փորձեցինք։ Իսկ գալիք խորհրդարանական հերթական ընտրություններին մնացել է մոտ 8 ամիս։ Կհասցնի ընդդիմությունը իրականացնել իմպիչմենտի գործընթացն ու իրականացնել ներկայացրած ծրագրերը։ Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների падգամավորների ստորագրությունները միասին 34-ն են։ Իմպիչմենտի գործընթացը սկսելու համար պակասում է եւս 2 ստորագրություն։ Սիմոն Հովանիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Խորհրդարանում խոսել են նաև 2019 թվականին Նիկոլ Փաշինյանին միջնորդների ներկայացրած խաղաղ կարգավորման առաջարկի մասին, որը ինչպես հասկանում ենք Փաշինյանը մերժել է եւ որը ընդդիմությունն ամեն անգամ կոչ անում հրապարակել, երբ Փաշինյանը 3 նախագահների հետ բանավիճելու ցանկություն է հայտնում։ Եթե կարճ ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է շատ լավ առաջարկը մերժելու, ընդհանրապես Արցախի հարցում արկածախնդրության ու անլրջության մեջ դեռ մինչև պատերազմը Փաշինյանի թիմակիցներն էլ մեղադրում են նախկիններին, թե ով ինչ փաստարկ է բերում, եկեք դիտենք, ի վերջո սա կարևոր է, որովհետև խոսքը պատերազմին նախորդած զարգացումների, հետևաբար նաև պատճառները հասկանալու մասին է։
Ազգային ժողովի միջանցքներում իշխող եւ ընդդիմադիր խմբակցությունների, նաեւ արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչները ակամա հերրակա բանավեճի մեջ էին ներքաշվել 2019 թվականին Միսկի խմբի համանախագահների առաջարկած Ղարաբաղյան հարցի լուծման փաթեթի շուրջ։ Պարոն Փաշինյանին առաջարկեք, թող հրապարակի 19 թվականին, ապրիլ-հունիս ամսին Միսկի խմբի համանախագահների կողմից իրեն առաջարկված փաթեթը, ըստ որի Արցախը ունենալու էր միջանկյալ կարգավիճակ եւ Արցախին հնարավորություն է տրվելու հանրաքվեով հասնել իր անկախության։ Ասեք, թող Փաշինյանը հրապարակի։ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ 2019 թվականի փաստաթուղթը սկսվում էր հետևյալով. Ադրբեջանի Հանրապետության նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Այն ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանն էր, նա էլ երբեք չի բանակցել։ Փաստաթղթերը եղել են Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին բանակցային իրավիճակի ամփոփումը։ Ինչի մասին են եղել բոլոր փաստաթղթերը, որոնք հիմնված են եղել մադրիդյան սկզբունքների հիման վրա, որ հանձնվում են 5 կամ 5+2 կամ 7 շրջանները Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ ուրիշ ոչ մի բան, այսինքն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անդրադարձ չի լինում, իսկ իրականում մադրիդյան սկզբունքներից բխում են, որ դրանից հետո ակնհայտ է կարգավիճակի հետ ինչ է լինելու, Ադրբեջանի կազում է լինելու։ Ռուբինյանը պատմում է, որ Փաշինյանը հանձնարարել է համակարգել փաստաթղթերն ու հասկանալ հրապարակման նպատակահարմարությունը, չնայած դա միայն մեզնից կախված չէ։ 2012 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը բառացի ասել է հետևյալը, խոսելով մադրիդյան սկզբունքների մասին ու քննադատելով դրանք, ասել է, որ մադրիդյան սկզբունքները նշանակում են միայն մեկ բան, այնտեղ քանի որ մադրիդյան սկզբունքներում տարածքային ամբողջականության սկզբունքը դրված է ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ միասին, այս երկու սկզբունքների միատեղումը կարող է նշանակել միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում։ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Փաշինյանին առաջարկված պլանը փայլուն լուծում էր։ Մենք հանձնելու էինք 5 շրջան ու կնքվելու էր խաղաղություն։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման հարցը շահկապվում էր Քելբաջարի եւ Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձի հետ։ Սա մի փայլուն լուծում էր իրականում, որովհետեւ դա նաեւ դրթելու էր Ադրբեջանին, եթե նա ուզում էր Քելբաջարը հետ ստանալ, գնալ կարևորագույն զիջումների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Մինչ այդ փաստաթղթերի այդ փաթեթը չի հրապարակվում, առաջացնելով մի շարք հարցեր, թե ինչ առաջարկներ կային, Արցախի կարգավիճակի անորոշություն, թե խնդրի խաղաղ լուծում, կամ գուցե երկուսը միասին։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Իդեպ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ շուտով շրջանառության մեջ է դրվելու մի նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես հիշատակի եւ խոնարհումի օր։ Բացատրությունն այնն է, որ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգվի բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը։ Մենք ուզում էինք ընտրել օր, որը նախ որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ կապ չունենա, որովհետև խոսքը բոլոր ռազմական գործողությունների ընթացքում զոհված, հանուն հայրենիքի զոհված մեր հայրենակիցների մասին է, եւ նաեւ կապ կա հունվարի 28-ի հետ այն իմաստով, որ միտքը հետեւյալն է, որ հունվարի 27-ին հիշենք եւ հարգանքի տուն մատուցենք եւ խոնարհվենք զոհերի առաջ, իսկ հունվարի 28-ին արդեն տոնենք բանակի օրը, որովհետեւ մի այսպիսի կոնտեքստ էլ կա, հունվարի 28-ը մասամբ վերածվել էր նաեւ հիշատակի օրվա, այնինչ ինքը առաջին հերթին պետքա տոն լինի եւ 27-ին հիշատակ կհարգենք, 28-ին կտոնենք։ Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի հուղարկավորությունն էր այսօր եւ հենց այսօր պարզվել է, որ սպանության գործով կա ձերբակալված։ Լրատվամիջոցները հայտնում են, որ դա Նարեկ Օհանյանն է։ Քրեական ոստիկանության պետը հայտարարել է, որ սպանությունը կապված է միջանձնային հարաբերությունների հետ եւ փետրվարյան դեպքերի շարունակությունն է։ Իսկ ինչ էր եղել փետրվարին։ Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ միջադեպ էր եղել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին 29 տարեկան Գրիգոր Օհանյանը, որի եղբայրը հենց Նարեկ Օհանյանն է։ Հրաժեշտի մամուլի ասուլիսը հրավիրել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ու հայտարարել, որ Վաշինգտոնի փաստաթղթում, այսինքն Թրամփի ճանապարհի մասին է խոսքը, որ այնտեղ եղել են անհասկանալի հարցեր, բայց երկկողմ հանդիպումների եւ շփումների ընթացքում այդ անհասկանալի հարցերը վերացել են եւ կան որոշ անհասկանալի հարցեր, որոնց շուրջ քննարկումներ դեռ տեղի չեն ունեցել։ Նա հայտնել է, որ էլեկտրահաղորդման նոր գծերի շահագործումից հետո Հայաստանից հոսանքի արտահանումն Իրան կեռապատկվի։ Նրա խոսքով հայրենական հարաբերությունների առաջընթացի գնացքը միշտ շարժվում է եւ ոչ մի ուժ չի կարող այն կանգնեցնել։
Շատ կարևոր միջազգային մի իրադարձություն կարծես մնաց համաշխարհային մեծ զարգացումների ստվերի տակ ու չնկատեցինք։ TikTok-ը սոցիալական այս ցանցի հարցը շատ լուրջ է Միացյալ Նահանգներում, որպեսզի պատկերացնենք Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահի հետ հենց սրա մասին է խոսել ու հիմա շնորհակալություն է հայտնում Սի Ցզինպինին, որովհետև ի վերջո հաջողվել է ամերիկյան կողմին անել այն, ինչ ուզում են, իսկ թե ինչ են ուզում, եկեք դիտենք։ Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով TikTok սոցիալական ցանցի ամերիկյան բաժինը վաճառվում է ամերիկյան եւ միջազգային ներդրողների կոնսորցիումին։ Այս քայլի հիմնական պատճառը Ամերիկայի ազգային անվտանգության հետ կապված մտահոգություններն են, մասնավորապես ամերիկացի օգտատերերի տվյալների պաշտպանությունը։ Սա շատ լավ ու կարևոր արդյունք է։ Ամերիկացի ներդրողներն են ստանձնել կառավարման գործընթացը բարձր մակարդակով։ Դրանց թվում է նաև Լարի Էլիսոնը։ Իսկ Oracle-ը կարևոր դեր է ունենալու հատկապես անվտանգության եւ վերահսկողության ոլորտում։ Այսուհետև ամեն ինչ ամբողջությամբ կառավարելու է ամերիկյան կողմը, հուսալի վերահսկողությամբ։ Միևնույն ժամանակ հարգանքներս եմ հավաստում նախագահ Սիին եւ գնահատում, որ նա հաստատեց այս գործարքը, քանի որ դա լիարժեք իրագործման համար անհրաժեշտ էր Չինաստանի աջակցությունն ու համաձայնությունը։ Գործարքի արժեքը ըստ լրատվամիջոցների կազմում է ռեկորդային $50 միլիարդ։ Սա գերազանցում է նախորդ խոշորագույն տեխնոլոգիական ձեռքբերումը, երբ Իլոն Մասկը $44 միլիարդ գնել էր Twitter-ը։ TikTok-ը, որն ԱՄՆ-ում ունի ավելի քան 170 միլիարդ օգտատեր, կանցնի նոր սեփականատերերի վերահսկողության տակ։ Ներդրողների թվում են հայտնի գործարարներ Bill Ford-ը General Atlantic-ի, Dell Technologies-ի հիմնադիր Michael Dell-ը եւ մեդիա մագնատ Ռուբերտ Մերդոկը։ Մենք չէինք կարող իրականացնել այս գործարքն առանց նախագահի, որը վերջնականապես ապահովեց այս գործարքի ավարտը։ Չինական կողմում որոշ դիմադրություն կար, բայց հիմնական նպատակն այն էր, որ TikTok-ը շարունակի գործել, եւ միևնույն ժամանակ ամերիկացիների տվյալների գաղտնիությունը պաշտպանվեր օրենքի պահանջներով։ Սա կարևոր է եւ իրավական եւ անվտանգային առումով։ Գործարքը նշանակում է, որ ամերիկացիները կարող են վստահությամբ օգտվել TikTok-ից, իմանալով, որ նրանց տվյալները պաշտպանված են եւ չեն օգտագործվի քարոզչական նպատակներով։ Սա մեծ օր է եւ շնորհակալ ենք բոլորին համագործակցության համար։ Հրամանագիրը ստորագրվել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև առևտրային հարաբերությունները կայունացնելու փորձերի ֆոնին։ Թրամփը հաստատել է, որ ծրագիրը քննարկել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ եւ ստացել նրա համաձայնությունը։ Քաղաքագետ USUN-ի կարծիքով այս քայլը կարող է դիտարկվել որպես լարվածությունը թույլատնելու փորձ։ Դեռ գործարքը կնքելուց առաջ էր կանխատեսել, որ TikTok-ի հարցում Թրամփը կհասնի իր նպատակին։ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը այժմ մուտք են գործում առևտրային հակամարտության կայունացման փուլ։ Չինաստանը, եթե նույնիսկ պատրաստվում է պատասխան քայլերի, պետք է շատ զգույշ լինի, որ ընթացիկ ուղղությունը չխաթարվի, որովհետև գիտենք, որ Թրամփն ու Սի Ցզինպինը արդեն մի քանի հեռախոսազրույցներ են ունեցել։ TikTok-ի շուրջ առաջընթաց կա եւ երկու նախագահների միջև դեմառդեմ հանդիպում է պատրաստվում։ Կարծում եմ Չինաստանը կարձագանքի, բայց շատ զգուշորեն։ Հարկ է նշել, որ սա TikTok-ի ամերիկյան բիզնեսին վաճառելու առաջին փորձը չէ։ 2020 թվականին Թրամփի վարչակազմի նմանատիպ փորձը Microsoft-ի եւ Oracle-ի հետ բանակցություններում ձախողվել էր։ Թեև հրամանագիրը ստորագրված է, դեռևս անորոշ են որոշ մանրամասներ, մասնավորապես թե ինչպես է նորաստեղծ ամերիկյան ընկերությունը տնօրինելու հավելվածի ամենաարժեքավոր ակտիվը՝ առաջարկությունների ալգորիթմը, որը ըստ հրամանի կվերահսկեն ամերիկյան անվտանգության գործակալների կողմից։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Եվս մեկ ուշագրավ իրադարձության մասին, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայում դատարանը դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Պատճառն այն է, որ նա իր նախընտրական քարոզարշավի համար փող է վերցրել Մուամար Կադաֆիից։ Լիբիայի նախկին տիրակալից, որին գազանաբար սպանեցին հենց փողոցում 2011 թվականի հեղափոխության ժամանակ։ Այնպես չէ, որ Ֆրանսիայում նախկիններին առաջին անգամ են դատում, բայց Սարկոզին առաջին նախագահն է, որը կրելու է իրական կալանք։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման 2007 թվականի իր նախընտրական արշավի համար Լիբիայից ֆինանսավորում ներգրավելու փորձի հետ կապված հանցավոր դավադրության մեղադրանքով։ Այս դատավճիռը նրան դարձնում է Ֆրանսիայի առաջին էքս-նախագահը, որը կկրի իրական բանտային պատիժ։ Կարծես թե Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ նախկին նախագահների դատական հետապնդումները դարձել են ավանդույթ։ Այս միտումը հիմնականում սկիզբ է առել 2000-ականներից հետո, երբ փոխվեց նախագահական անձեռնամխելիության ընկալումը եւ դատական համակարգը դարձավ ավելի անկախ։ 1994-ին Վալերի Ժիսկար դ'Եստենը մեղադրվեց Բոկասայի ադամանդների սկանդալի համար եւ տուգանվեց 50,000 ֆրանկով։ Շրջադարձային կետը Ժակ Շիրակի դատավարությունն էր, որը ճանապարհ բացեց մյուս նախկին ղեկավարների եւս արդարադատության արժեվ կանգնեցնելու համար, իրենց պաշտոնավարումից առաջ կամ դրա ընթացքում կատարած գործողությունների համար։ Փարիզի քրեական դատարանից դուրս գալուց հետո Նիկոլա Սարկոզին լրատվամիջոցների հետ ճեպազրույցում արտահայտել է իր խորը վրդովմունքն ու զայրույթը իրեն առաջադրված մեղադրանքների եւ դատավճռի կապակցությամբ։ Je pense, contrairement au tribunal,
Ես հավատում եմ, որ ի տարբերություն դատարանի կարծիքի, Նիկոլա Սարկոզին չէ, որ վտանգում է ժողովրդավարությունը, այլ ավելի շուտ վատ դատական որոշումները։ Դատական սխալներ միշտ էլ լինում են։ Սա լուրջ սխալ է, եւ ավելին, այն հակասում է իր իսկ տրամաբանությանը։ Մի կողմից նրանք ընդունում են, որ Նիկոլա Սարկոզին անմեղ է, մյուս կողմից նրան շատ խիստ դատապարտում են։ Դա անհասկանալի է, եւ կարծում եմ, բոլոր ողջամիտ մարդիկ կարող են միայն ցնցվել այս գործելավոճից։ Դատավճիռը ավելի խիստ էր, քան շատերն ակնկալում էին։ Նա բանտում կհայտնվի նույնիսկ եթե բողոքարկի վճիռը։ Սարկոզին ասել է, որ կգնա նաև այդ քայլին։ Դատարանն ավելի հեռուն գնաց հանդիսավոր կերպով հայտարարելով, որ Մեդիապարտ պարբերականի փաստաթուղթը, որը հիմք էր հանդիսացել այս գործընթացի համար, ես մեջբերում եմ, կեղծիք է։ Ինձ այս դատարան էին ուղարկել 4 հանցանքի մեղադրանքով, դրանցից 3-ով ես արդարացվեցի, ոչ մի ֆինանսավորում չի հայտնաբերվել, ոչ մի կոռուպցիա։ Հետևաբար ես դատապարտվում եմ այն բանի համար, որ իբր թույլ եմ տվել իմ 2 օգնականներին առաջ քաշել գաղափար, ընդամենը գաղափար իմ քարոզարշավն ապօրինի ֆինանսավորելու մասին։ Նիկոլա Սարկոզի եւ Մուամմար Կադաֆիի հարաբերությունների պատմությունը խիստ հակասական է։ Սկզբում հենց Սարկոզին էր, որ վերաինտեգրեց Կադաֆիին միջազգային հանրությանը։ 2007 թվականին նրան մեծ շուկով ընդունելով Փարիզում։ Միքայել, որը հետագայում դատախազները կապեցին նախընտրական արշավի ենթադրյալ ապօրինի ֆինանսավորման հետ։ Սակայն ընդամենը 4 տարի անց 2011 թվականին Սարկոզին դարձավ Լիբիա ՆԱՏՕ-ի ռազմական ներխուժման գլխավոր միջազգային ջատագովն ու նախաձեռնողը, որն էլ ուղղակիորեն հանգեցրեց Կադաֆիի ռեժիմի տապալմանը եւ նրա դաժան սպանությանը։ Ֆրանսիայի նախկին նախագահի դատապարտվելուց հետո սկիզբ առած հանրային աղմուկի մեղմացումից հետո ծագեց հաջորդ կարևոր հարցը՝ որտեղ է նա բանտարկվելու։ Ֆրանսիական իշխանությունները դեռևս չեն հայտարարել, սակայն դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ հավանական վայրը կարող է լինել Փարիզի Լա Սանտե բանտը, պատմական կալանատուն, որտեղ ժամանակին պահվել են միջազգային ահաբեկիչ Կարլոս Շակալը, Ալժիրի առաջին նախագահ Ահմեդ Բեն Բելան, Պանամայի նախկին դիկտատոր Մանուել Նորիեգան եւ շատ այլ նշանավոր դեմքեր։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Մահացել է ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր, հեռուստա-ռադիոհաղորդավար Տիգրան Քյոսեյանը։ Այս մասին հայտնել է նրա կինը Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Հունվարի սկզբին Սիմոնյանը հայտնել էր, որ իր ամուսինը կլինիկական մահ է տարել եւ կոմայի մեջ է։ Եվ եթերի ավարտից առաջ հիշենք, թե ինչ օր է այսօր, առավել եւս վաղը։ 5 տարի առաջ այսօրը Ստեփանակերտը նշում էր քաղաքի տոնը, իսկ առավոտը պատերազմ էր։ Այսօր ազգային ժողովում խոսել են 2019-ի կարգավորման առաջարկների մասին, մենք այդ ամենը քիչ առաջ ցույց տվեցինք, նորից հիշեցնենք, իսկ հիմա առաջարկում ենք հիշել շատ ավելին։ 44 օրյա աղետին նախորդած իրադարձությունները, որոնք ի վերջո հանգուցալուծվեցին սեպտեմբերի 27-ին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան պայթած պատերազմը շատերի համար անակնկալ էր, բայց ոչ նրանց համար, ովքեր ուշադիր հետևում էին դեպքերի զարգացմանը։ 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի քանի հայտարարություններով, որոնք ըստ ընդդիմախոսների տապալեցին բանակցային գործընթացի տասնամյակների տրամաբանությունը։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Այս ամենի գագաթնակետը դարձավ 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում արված հայտարարությունը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բաքուն հաջորդ օրը դատապարտել էր այս հայտարարությունը, պնդելով, որ այն սադրիչ բնույթ ունի եւ տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի մեջ։ 2020-ի սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմին նախորդեցին Տավոշի սահմանագոտում հայ-ադրբեջանական մարտերը։ Հայկական կողմը 4 զոհ տվեց, իսկ ադրբեջանցիները 12, որոնցում գնդապետ եւ գեներալ։ Հայաստանը մի բարձունք վերադարձրեց։ Փաշինյանը զինվորականներին պարգևատրեց 71 մարտական խաչ շքանշաններով։ Տավուշյան մարտերին զուգահեռ Բաքվում ցույցեր էին «Ազատագրեք Ղարաբաղը» կոչով։ Ցուցարարները գրոհել էին Ադրբեջանի խորհրդարանի շենքը։ 2020-ի ընթացքում արդեն երրորդ անգամ մեկնարկում են թուրք-ադրբեջանական թուրը-արծիվ լայնամասշտաբ զորավարժությունները։ Դրանց ավարտից հետո թուրքական բանակի բազմաթիվ սպաներ եւ զինտեխնիկա մնում են Ադրբեջանում։ 44 օրյայի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պնդում էր, որ 2020-ի օգոստոսի երկրորդ կեսին, այսինքն պատերազմից ուղիղ 1 ամիս առաջ անվտանգության խորհրդի նիստում վարչապետին զեկուցել է, որ հակաօդային պաշտպանության ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է թույլ եւ որ գործող համակարգը չի բավարարի լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում։ Հենց այս ժամանակահատվածում ըստ որոշ տեղեկությունների 2019 թվականին իշխանությանը ներկայացվել է առաջարկ պատերազմից խուսափելու համար քննարկել 5 շրջանների վերադարձի հարցը, ինչը սակայն մերժվել է։ Из 7 азербайджанских районов Ադրբեջանական 7 շրջաններից տալ 5-ը վերադարձրեք 5 շրջանները
որպես առաջին քայլը եւ միջանկյալ փուլ որպես պահպանեք Կելբաջարի եւ Լաչինի շրջանները, դրանք ահռելի տարածքներ են, որոնք Հայաստանը միացնում են Ղարաբաղի հետ։ Պահպանեք դրանք այն կարգավիճակում, որում կան հիմա, հետաձգելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումը երկար տարիներով։ 2020 թվականի օգոստոսին Փաշինյանը իր ընտանիքի հետ մեկնեց արձակուրդ։ Մարիամ, մի րոպե սպասի, ուղիղ եթեր եմ, քեզ ցույց տամ, ոնց ես քշում։ Եթե հանկարծ ուղիղ եթերում ընկնես ձիուց, ինձ թվում է դիտումները կտրուկ կավելանան։ Պատերազմից օրեր առաջ սեպտեմբերի 25-ի սահմանում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ իր քաղաքացիներին եւ աշխատակիցներին խստորեն զգուշացնելով խուսափել շփման գիծ եւ սահմանամերձ բնակավայրեր այցելելուց անվտանգության սպառնալիքի պատճառով։ ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին խուսափել սահմանին մոտ գտնվող շրջաններում ճանապարհորդություններից, այդ թվում Դիլիջանի ազգային պարկի հյուսիսում գտնվող M4 եւ M16 ավտոճանապարհների արևելյան հատվածից մինչեւ Վրաստանի սահմանը Տավուշի մարզում։ Խորհուրդ չի տրվում ուղևորվել Լեռնային Ղարաբաղի շրջան։ Գրեթե միաժամանակ Ադրբեջանում սկսվեց քաղաքացիական բնակչությունից մեքենաների բացահայտ մոբիլիզացիա։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հանդես եկավ ելույթով, որտեղ կրկին խոսեց Թավշյա հեղափոխության եւ Հայաստանում կատարած ժողովրդավարական փոփոխությունների մասին։ 2018 թվականի Հայաստանի ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից էր այն, որ Հայաստանի խաղաղ հեղափոխությունը արժանացավ միջազգային հանրության գովեստին եւ ճանաչմանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, ընդգծել է Փաշինյանը, ոչ մի բառ չասելով Արցախին սպասվող այդ պահին արդեն ակնհայտ դարձած վտանգի մասին։ Ես ուզում եմ հրավիրել իմ ադրբեջանցի գործընկեր նախագահ Իլհամ Ալիևին ընդունելու այն բանաձևը, որը կստեղծի պայմաններ խաղաղ գործընթացում ճեղքման համար։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ, մեկը արտաքին գործերի նախարարը, մյուսը ես։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանին, որը պետք է եթեր հեռարձակվեր սեպտեմբերի 27-ին։ Այդ հարցազրույցը երբեք եթեր չհեռարձակվեց։ Զրույցի անոնսից ընդամենը մի քանի ժամ անց սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ հարձակումը Արցախի ողջ երկայնքով։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Եվ վերջում հիշում եք Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը 2.500 մետր բարձրության վրա։ Նա այսօր Facebook-ում տեսանյութ է հրապարակել հայտնելով, որ Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները սկսվել են։ Այսքանը ամփորձանք հանգստյան օրեր եմ մաղթում, բաժանորդագրվեք եւ հետևեք մեզ սոցցանցերում։ Ցտեսություն։